Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հայրենիք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը պարզապես կփլուզվի։ Ալիևն ու Փաշինյանը տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեն իրենց պնդմամբ արդեն հաստատված խաղաղության մասին։ Մինչ Փաշինյանը հայ հասարակությանը հորդորում է չհիմնվել պատմական անցյալի վրա իր ներկայացրած իրական Հայաստանից դուրս այլ հայրենիք չփնտրել, Ադրբեջանի նախագահը ճիշտ հակառակն է անում, արևմտյան Ադրբեջանի նարատիվով անուղղակի հերթական տարածքային պահանջները ներկայացնելով Հայաստանին։ Ալիևը հայտարարում է, պետք է ավելի մեծ աշխատանք տանեն, աշխարհին տեղեկացնեն, թե Հայաստանի ներկայիս տարածքում ադրբեջանցիներ են ապրել, որպեսզի նրանց վերադարձի հարցն արդար լուծում ստանա։ Նա անգամ կասկածի տակ է դնում Հայաստանի պատմական անցյալը, Սևանն ադրբեջանական անունով կոչում։ Բավական է նայել ռուսական կայսրության կողմից տպագրված 20-րդ դարի սկզբի քարտեզները, տեսնելու համար, որ ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների ճնշող մեծամասնությունն ադրբեջանական ծագում ունի։ Այդ քարտեզների վրա Սևանալիճ գոյություն չուներ, այդ քարտեզների վրա նշված է Գյոյչա լիճը, բոլոր այն մյուս ադրբեջանական պատմական տեղանունների կողքին, որոնք մենք այսօր օգտագործում ենք։ Մենք չենք կազմել այդ քարտեզները, դրանք պատրաստվել են հենց ռուսական կայսրության կողմից, այն նույն ռուսական կայսրության, որը մի ժամանակ Իրանից եւ Արևելյան Անատոլիայից հայերին տեղափոխեց Ղարաբաղի տարածքներ, այնտեղի էթնիկ եւ կրոնական կազմը փոխելու նպատակով։ Այդ քարտեզները հիմնված են մաքուր պատմական ճշմարտության վրա։ Մենք պետք է դրանք ուսումնասիրենք եւ տարածենք, որպեսզի ինչպես ադրբեջանցի երիտասարդները, այնպես էլ համաշխարհային հանրությունը լավ ճանաչեն իրենց պատմությունը եւ միևնույն ժամանակ մեր վերադարձը ներկայիս Հայաստանի տարածքներ հնչի լիովին տրամաբանական եւ արդար։ Սրան հակառակ Հայաստանի վարչապետը ծաղրում է իրենց պատմական հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնող հայերին, ինչպես են նման բան ցանկանում, երբ պնդում է, թե ապաշրջափակման դեպքում անվտանգ չեն զգա ադրբեջանցի սահմանապահների հետ շփումից, ասում է Փաշինյանը։ Սահմանապահի հետ 30 վայրկյան կոնտակտ այդ խնդրեմա ոնց կլինի, չի կա, դա հնարավոր աներևակայելի է, բայց հետո Հայաստանում օրինակ ասում են, որ Նախճեվանից տեղահանվածները, Բաքվից, Սումգայիթից եւ այլն մնացած պետք է վերադառնալ։ Փաշինյանը սակայն նույն ոգևորությամբ չի քննադատում Սևանը Գյոյչա, անվանող Հայաստանի պատմական անցյալը կասկածի տակ դնող ու դա աշխարհին ապացուցել սպառնացող Ադրբեջանի նախագահին, ավելին արդարացնում է նրան։ Կարելի է այս հայտարարությունը գնահատել որպես հետքայլ խաղաղության process-ից։ Դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում։ Ինչու՞։ Հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասելա, որ Սևանա լճի անունը Գյոյչայա, այլ ասելա, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևան